Մեզ հաճախ են հարցնում, որն է խաղաղության ձեր այլընտրանքը։ Մեր պատասխանն ավելի քան հստակ է։ Խաղաղությունն այլընտրանք չունի։ Այլընտրանքը երաշխիքներով ապահովված խաղաղությունն է։ Մեր առաջարկած խաղաղության երաշխիքները ոչ թե հեռախոսահամար, ձեռքսեղմում կամ լուսանկարն են, այլ հզոր պետությունը, հզոր տնտեսությունը, համերաշխ հասարակությունը և բազմակենտրոն արտաքին քաղաքականությունը։ Հաշվի առնելով փոքրիկ խմբակի արտաքին քաղաքականության տոտալ ձախողումը և Հայաստանի սպառնացող գոյաբանական սպառնալիքները, մենք առաջարկում ենք արտաքին քաղաքականության նոր բովանդակություն։ Արժանապատիվ դիրքավորումներ համաշխարհային քաղաքական տնտեսական ինտեգրացիոն գործընթացներում։ Մենք համոզված ենք, որ Հայաստանը կարող է և պետք է դառնա տնտեսական միջազգային նախագծերի հանգույց և բարձր տեխնոլոգիաների հաբ, բայց առանց սակարկելու ինքնիշխանությունը և ազգային շահերը։ Մասնագիտական քննարկումների արդյունքում մենք ամրապնդել ենք մեր այն համոզմունքը, որ զսպումների և հավասարակշռության ռազմավարության մշակումը և ներդրումն են և մեր համազգային համախմբումը բոլոր տեսակի խաղաղությունների երաշխիքը։ Մի անինքնիշխանություն, որի գինը սեփական ժողովրդի մի հատվածին զոհաբերելն է, ստորացուցիչ է հենց այդ ժողովրդի համար։ Սիրելի հայրենակիցներ, մեզ ասում են մոռացեք ձեր պատմությունը, մերժեք եկեղեցին, ձեր սիմվոլները, ազգային արժեքները։ Սա ազգային ինքնության վերաձևակերպման գործընթաց է, թելադրված մեր թշնամիների կողմից։ Այնուամենայնիվ, կա պարզ ճշմարտություն, երբ քեզ չեն հարգում քո իսկ դաշնակիցները, չի հարգելու նաև թշնամին։ Այսպիսով, 3 պատերազմ բերած մարդը մեզ առաջարկում է ոչ թե խաղաղություն, այլ մեղսակցություն։ Եկեք, սիրելի ժողովուրդ, անկեղծ լինենք ինքներս մեր հանդեպ։ Պարտության սիմվոլը մշտական գայթակղության աղբյուր է թշնամու համար նոր հարձակումներ նախաձեռնելու։ Հետևաբար, բանակցողի փոփոխությունը այլընտրանք չունի։ Ճապոնիա, Թուրքիա, Ֆինլանդիա, Իտալիա և շատ այլ պետություններ ևս իրենց պատմության ընթացքում կործանարար պարտություններ են կրել, բայց կարողացել են ոտքի կանգնել և գրանցել զարգացման նոր բարձունքներ։ Մենք համոզված ենք, որ այդ հաջողությունների գրավականը 3-ն են. ճիշտ ընտրված սոցիալ-տնտեսական մոդել, ներդրումներ կրթության և ռազմաարդյունաբերության ոլորտում և բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը։ Եվ հենց սա ենք մենք ձեզ առաջարկում։ Մեր շարժման գաղափարական առաջնորդ Սամվել Կարապետյանն իր ամբողջ կենսագրությամբ ապացուցել է, որ կարող է պայմանավորվել, բանակցել, համաձայնության եզրեր գտնել կարծես թե ամենաանելանելի, ամենափակուղային իրավիճակներում։ Միայն մեկ բացառությամբ։ Նա չի պայմանավորվում հայրենիքը վաճառողների հետ։ Նա, որպես հայ տղամարդ, չի սակարկում ձեր, իմ, բոլորիս արժանապատվությունը, այսօր բանտարկված է մեր արժանապատվությունը, իդեմս Սամվել Կարապետյանի, մեր սրբազանների, բոլոր գերիների, Բաքվում գտնվող մեր բոլոր գերիների։
գալիս ենք ապացուցելու, որ թշնամու կողմից բոլոր թելադրանքներն անվերապահորեն իրականացնելուն կա այլընտրանք։ Եվ այդ այլընտրանքը հզոր տնտեսության միջոցով կայուն անվտանգությունն է։ Բերտության որդեգրած արտաքին քաղաքականությունը չի կարող հիմնովին փոխվել մի փոքրիկ խմբակի կմահաճույքներով կամ մի քանի տարին մեկ։ Մենք բաց հայտարարում ենք, որ ոչ թե քարը քարի վրա չթողնելով քանդելու ենք արկա արտաքին քաղաքականությունը, այլ ելքեր ենք փնտրելու, կառուցելու ենք որակապես նոր հարաբերություններ մեր ավանդական դաշնակիցների հետ եւ գտնելու ենք նոր դաշնակիցներ։ Մենք բոլորս արդեն իսկ ականատես ենք եղել զրոյական կետից արտաքին քաղաքականություն սկսելու process-ին եւ մինչ օրս կրում ենք դրա ծանրագույն հետևանքները։